Բանական եւ Արցախի վերաբերյալ Ալիևը հայտարարում է, որ հայկական բեռների վրայից, տարանցիկ բեռների վրայից հանում է սահմանափակումները եւ հայտարարում, որ սա խաղաղության երաշխիքներից մեկն է։ Երբ մենք ունենք օկուպացված Արցախ, տարհանված արցախահայեր եւ գերիներ ու պատաններ, այդ խաղաղությունը ինչպես է հաստատվելու։ Ես դժվարանում եմ ասել, թե ինչպես է հաստատվելու։ Ինչ վտանգներով է հղի այդ ամենը։ Գիտեք, եթե խաղաղությունը մշտական լինի, ես խաղաղության մեջ ընդհանրեն լավն եմ տեսնում։ Իսկ վտանգներ, խաղաղություն լինի, թե ընկճություն լինի, վտանգները բոլոր տեղերն էլ միշտ գոյություն ունեն եւ կախված նրանից, թե որոշում կայացնողը ով է, այդ վտանգները կամ իրականություն են դառնում, կամ շրջանցվում են այդ վտանգները։ Իսկ ձեր ասած հայտարարությունը ինձ համար մի քիչ անհասկանալի է, որովհետև չեմ կարծում, որ Հայաստան հացահատիկ ներկրելու ամենահարմարավետ, ամենակարճ եւ ամենաէժան տարբերակն է։ Եթե այդպիսի բան կա, ես դեմ չեմ բացարձակապես, եթե հացահատիկի որակը լավն է, եթե հացահատիկը հացի գները էժանացնելու է, ես միայն ուրախ կլինեմ։ Անվտանգությունը ապահովելու է։ Անվտանգության հետ դա քիչ կապ ունի։ Ես չեմ կարծում, որ դա անվտանգության հետ կապ ունի։ Այսինքն, եթե չգիտեմ գնացքով ալնելու, թե ինչպես ալնելու Ադրբեջանի տարածքից այլ ճանապարհ չկա Հայաստան մտնելու, քան նորից հասնի Վրաստան, Վրաստանից նորից Հայաստան։ Ես կարծում եմ, որ մեր վրացի գործընկերներն էլ այդտեղ անելիք ունեն եւ իրենց անելիքը տանեն։ Լավ առումով նկատի ունեն,